Մեհերի դուռ կամ հալդիի դարպասներ անունով արձանագրությունը բացառիկ է, քանի որ այն ներկայացնում է Ուրարտու անունով մեզ հայտնի կայսրապետության ողջ դիցարանը, բոլոր աստվածների անուններն ու նրանց համար սահմանված զոհաբերությունների, ցուլերի եւ խոյերի թվաքանակները։ Հին աշխարհում ընդունված էր աստվածները նաեւ երկնային լուսատուներ են։ Նույնիսկ այս դռան ագրավաքար ժողովրդական անվանումը պատահական չէ։ Հին քրմերը երկնքում սահմանագծել են նաև ագրավաս տեղատունը, որպես աստվածների սուրհանդակ կամ անդերաշխարհ տանող դռների պահապան։ Իշպույնի զարդուլորդին և մինուա իշպունորդին այս դուռը կառուցեցին և սահմանեցին կարգ, արեք Աստծո ամսին տոնախմբություն կատարել, 6-ը հատ Աստծո համար, 17 ծոցու ճեկից, 34 խոյ շեբա Աստծուն, 6 զոհաբերվինի Աստծուն խոյ, 4 զոհաբերվինի Աստծուն, 1 ցու զոհաբերվի, 2 խոյ, թող զոհաբերվի։ Հայկական լեռնաշխարհում Վանի թագավորությունը որպես հայկական կայսրապետություն գոյատևել է մեր թվարկությունից առաջ 9-ից 7-րդ դարերում։ Ուրարտու անվանումը գործածված է միայն ասուրերեն աղբյուրներում, մինչդեռ ուրարտական տեքստերում նման ինքնաանվանում վկայված չէ։ Պատմությունը միշտ է եղել քաղաքականացված եւ բազմիցս կեղծվել է։ Ուրարտական տեքստերում Ուրարտուի փոխարեն գրված է Վիայներ, Վաներ անվանումը, որ հոգնակին է Վան տեղանունի։ Ասուրերեն աղբյուրներում այն հիշատակում է որպես Նայրի եւ Ուրարտու, իսկ Աստվածաշնչում Արարատյան թագավորություն անունով, որ շումերական տեքստերում կոչվում է Արատտա։ Մեզանից մոտ 3000 տարի հեռավորությամբ ուրարտական ընթերցված տեքստերի բոլոր բառերի նույնությունները հայերենի հետ կազմում են բառամթերքի 70%-ից ավելին, ընդ որում հայերեն են թե դերանունները, թե շաղկապները, թե մագբայները։ Կա Աքեմենյան արքա Դարեհ առաջինի Բեհիսթունյան եռալուզու արձանագրությունը, որտեղ Հայաստան երկիրը հին պարսկերեն կոչված է Արմինա, բաբելերեն Ուրաշտու եւ էլամերեն Հարմինուե։ Սա ակնհայտ փաստ է, որ հին ժամանակներում նույն Հայաստան երկիրը կոչվել է թե Ուրարտու Ուրաշտու, թե Արմենիա։ Ուրարտուի հիմնադիր արքան է համարվում Զարդուր առաջինը, որը կառավարել է մեր թվարկությունից առաջ 844-ից 830 թվականներին։ Զարդուր առաջինն ու նրա հետնորդները Իշպույնի, Մինուա եւ Արգիստ առաջին արքաները
Ընդլայնելով երկրի սահմանները, Վանի թագավորությունը դարձնում են հին աշխարհի ամենահզոր կայսրապետություններից մեկը։ Ագրավաքար անունով ժայռաբլուրը գտնվում է Ուրարտուի մայրաքաղաք Տոսպ Վանի մոտ։ Ժայռի ստորոտը ծովի մակերևույթից բարձր է 1728 մետր։ Ժայռի բարձրությունը 17 մետր է, իսկ դուռը, որի վրա արձանագրությունն է, շուրջ 5 մետր։ Դիցարանի աստվածների անունները ու նրանց համար սահմանված այծ, ցուլ եւ խոյ կենդանիների զոհաբերությունների թվաքանակները փորագրված են ժայռի ճակատին, ձեռակերտ եռաշերտ դռան որմնախորշի մեջ։ Դռան չափագրությունը ցույց է տալիս, որ այն կառուցել են ոսկյա հատման բանաձևի համաձայն։ Այսինքն խորքային որմնախորշի եւ դռան լայնությունների համամասնությունը, ինչպես նաեւ դռան լայնության եւ բարձրության չափերը որոշելու համար կիրառվել է ոսկյա հատման բանաձևը։ Իսկ Աշոտակերտում գտնվող հաղթի ավելի հին դարպասների համար արմատ 3-ը, որը նաև ակնառու է եւ ակնհայտ զոհաբերությունների թվաքանակների հարաբերություններում։ Մայրի դռան արձանագրության մեջ հիշատակվում են Դիցարանի բոլոր աստվածները եւ այլ սրբազան ստորոգելիները, որոնց համար սահմանված են ցուլերի եւ խոյերի զոհաբերության թվաքանակներ։ Ըստ արձանագրության, եզակի դեմքով եւ անձնանունով հիշատակվող յուրաքանչյուր աստծո համար սահմանված է ցուլերի եւ խոյերի զոհաբերության քանակ։ Սակայն արձանագրությունում սահմանված զոհաբերությունների թվաքանակների տրամաբանությունը համարվում էր առեղծված։ Արձանագրությունում հիշատակվում է, որ Արեգ ամսվա տոնակատարության ժամանակ գերագույն Հալդ Հաղթ աստծո համար պետք է զոհաբերել 17 ցուլ եւ 34 խոյ, Թեշեյբա Տեսոյ աստծո համար 6 ցուլ եւ 12 խոյ, իսկ Շիվինի Սիուինի աստծո համար 4 ցուլ եւ 8 խոյ։ Այսպիսով 3 գլխավորների եռաստվածների համար սահմանված զոհաբերվող ցուլերի ընդհանուր թվաքանակը 27 է, իսկ խոյերինը 54, որը մեզ հիշեցնում է խորանարդ, որի մակերեսը 54 է, իսկ ծավալը
27։ Այսինքն այն պարունակում է 27 հատ փոքրիկ, մեկի խորանարդ աստիճանի խորանարդիկներ։ Ահա եւ ձեզ ուրարտական դիցարանի եռաստվածության գաղափարը արտահայտված երկրաչափական օրինաչափությամբ։ Մեկ ուրիշ օրինաչափություն։ Դիցարանի ցուցակի առաջին 8 աստվածների համար սահմանված է զոհաբերել 36 ցուլ։ 1-ից մինչև 8 թվերի գումարը հավասար է 36-ի։ Մեհրի դռան արձանագրության մեջ ցուլերի զոհաբերությունների ընդհանուր քանակը սահմանված է 100 ցուլ։ Ինչու 100։ Պատասխանի համար գուցե նորից դիմենք երկրաչափությանը։ Մեկ մեծ խորանարդը քանի նվազագույն հատումներով կարող է վերածվել 8, 27 եւ 64 ծավալաչափերով կանոնավոր խորանարդների, որոնց ամենափոքր հիմք միավորը կլինի 1-ի խորանարդ աստիճան խորանարդիկը։ 1, 2, 3 եւ 4 հաջորդական բնական թվերի խորանարդներ, որոնց գումարն է 1 + 8 + 27 + 64 հավասար է 100։ Ահա 100 ցուլ թվականակի իմաստը, երկրաչափական օրինաչափությունը, որ կիրառել են Վանի թագավորության քուրմ գիտունները։ Այս նույն 4 խորանարդների անկյունային թվերի գումարը 64 է։ Մեհրի դռան արձանագրությունում ընդհանուր 100 ցուլ թվականակից 64-ը սահմանված է եզակի դեմքով ու անհատական անունով հիշատակվող արական 35 աստվածների համար, իսկ 36 ցուլը նախատեսված է երկրորդական այլ ստորոգելիների համար։ Եթե ունենք հաջորդական բնական թվերի ծավալներով կանոնավոր խորանարդներ, ապա դրանց տարբերությունները կարող են արտահայտվել n-ի խորանարդ աստիճան հանած n-1-ը բարձրացրած խորանարդ աստիճան բանաձևով։ Խորանարդների մեկը մյուսի մեջ համակարգը տեսանելի է թե ուրարտական աստվածների համար սահմանված ցուլերի եւ խոյերի թվականակների հարաբերություններում, թե ուրարտական ստանդարտ տաճարների չափերում, որտեղ տաճարների հատակագծերը վերևից ներկայացնում են մեկը մյուսի մեջ 3 հավասարաչափ քառակուսիների համակարգ՝ խորանը, տաճարը եւ տաճարային համալիրը։ Եվ փոքրը մեծի մեջ երկրաչափական այս համակարգը Վանի քրմերի համար տիեզերքի կամ գոյաբանական աշխարհի կառուցվածքի մասին է։ Նրանց աշխարհաճանաչողական բնապաշտական մոտեցումն է։ Այսինքն բոլոր աստվածները նաև երկրաչափական մարմիններ են, որ ներառված են ամբողջի գերագույն աստված Հալդի մեջ։ Հաջորդ օրինաչափությունը։ Սահմանված զոհաբերվող բոլոր խոյերի քանակը ըստ արձանագրության 318 է, իսկ ցուլերինը 100։ Փաստորեն 5 գիտունները կիրառել են պի թիվը։ Նրանք մոտավորապես հարմարեցրել են զոհաբերությունների քանակը ըստ շրջանագծի, տրամագծի եւ պարագծի հարաբերության, ցուլերի թվականակը կրճատելով 10 անգամ։ Մաթեմատիկական օրինաչափության մեկ ուրիշ օրինակ։ Զոհաբերվող բոլոր խոյերի եւ ոչխարների ընդհանուր թվականակը 353 է, որից 318-ը խոյ, իսկ աստվածուհիների համար 35 ոչխար, ընդհանուրը 353։ Եթե շրջանագծի պարագիծը 353 է, ապա շրջանագծի ներսում կառուցված քառակուսու պարագիծը մոտ 318 է։ Ինչու են թվերը մոտավոր։ Որովհետև այս թվականակները իրական զոհաբերությունների ծեսի համար պետք է կլորացվեն, լինեին ամբողջական թվեր, այլապես իրականում իռացիոնալ թվերով զոհաբերություններ հնարավոր չէ կատարել։ Մեր թվարկությունից առաջ 403 թվականից հետո, երբ աթենացիները ընդունեցին հոնեական 24 տարերով Այբուբենը, որից հետո նորոգվեցին ու ճշտվեցին էպսիլոն, էթա, ուպսիլոն եւ օմեգա տարերի հնչյունաբանությունները, իսկ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում տարերի համար ներմուծվեց թվային արժեհամակարգ ու եւս 3 նշագրերի հավելում,
հունական աստվածների անունները սկսեցին նաև արտահայտել թվերով։ Հունական աստված Հերմեսի անվան թիվը 353 է, որը Մեհերի դռան արձանագրությունում ներկայացնում է բոլոր խոյերի եւ ոչխարների ընդհանուր թվաքանակը։ Հելիոսի թիվը 318 է, որը Մեհերի դռան արձանագրությունում ներկայացնում է միայն զոհաբերվող խոյերի քանակը։ Եթե շրջանագծի պարագիծը 353 է, ապա նրա մեջ կառուցված քառակուսու պարագիծը մոտ 318 է։ Ապոլոնի անվան թիվը հունական գեմատրիայով 1060 է։ Մեհերի դռան արձանագրությունում ցուլերի եւ կովերի ընդհանուր զոհաբերությունների թվաքանակը 106 է, այսինքն 10 անգամ կրճատված։ Զևսի անվան թիվը հունական գեմատրիայով 612 է։ Հալթ հաղթի համար սահմանված է զոհաբերել 17 ցուլ։ 1-ից մինչև 17 թվերի գումարի քառապատիկը 612 է, որը Զևսի անվան թիվն է։ Եվ եթե Ապոլոնի 1060 թիվը բաժանենք արմատ 3-ի, կստանանք Զևսի թիվը։ Զևսի թիվը բաժանենք արմատ 3-ի, կստանանք Հերմեսի թիվը։ Հարց է առաջանում, թե ուրարտական դիցերի համար սահմանված ցուլ եւ խոյ զոհաբերությունների այս թվաքանակները ինչպես են 400 տարի հետո հայտնվում հունական գեմատրիայում որպես աստվածների անունների թվային արժեքներ, իսկ հետագայում որպես սրբազան եւ միստիկ թվեր հայտնվում Աստվածաշնչում։ Ես ներկայացրեցի միայն մի քանի օրինակներ, բայց Մեհերի դռան կոթողային արձանագրությունում մաթեմատիկական օրինաչափությունները շատ են։ Հին ուրարտագիտությունը համարում էր, որ Մեհերի դռան արձանագրությունը արեգ ամսվա ծիսական տոնակատարության ժամանակ աստվածների համար լոկ ցլերի ու խոյերի զոհաբերության մասին է։ Սակայն Մեհերի դռան արձանագրությունը իր մեջ ներառում է հայ քրմերի մաթեմատիկական, երկրաչափական եւ ամենակարևորը աստղագիտական գիտելիքների ամբողջությունը։ Այս արձանագրության խորը քննությունը բացահայտում է, որ հայ քրմերը կիրառել են թե ոսկյահատման բանաձևը, թե արմատ 3-ը, թե պի թիվը, թե Պյութագորոսի բանաձևը նրանից դարեր առաջ, թե թվերի աճի շարքերում թվաբանական, երկրաչափական եւ հարմոնիկ միջին թվերի համար բանաձևերը, եւ թե 12-րդ դարում հայտնաբերված Ֆիբոնաչիի բանաձևը Լեոնարդո Պիզանոյից շուրջ 2000 տարի առաջ։ Փաստորեն Մեհերի դռան կոթողային արձանագրությունը անձեռակերտ տաճար է հայ քրմական գիտելիքի մասին։ Մեհերի դռան սրբազան կանոնը պատրաստվել է ուրարտական երկու արքաների՝ Իշպուինի եւ Մինուա արքաների օրոք, եւ միջև ագրավաքար ժայռի վրա սեպակիր վիմագրություն պատրաստելը, պատկերացրեք քուն դպիրների աշխատանքը, պատկերացրեք աստղագետ քրմերի աստեղատններով ժամանակի տոմարային չափումները, որից հետո պատկերացրեք քրմերի հայտնվելը արքայական պալատում, որտեղ արձանագրության տեքստը պետք է հաստատի Վանի թագավորության արքան։
Հին աշխարհում ընդունված էր աստվածները նաև երկնային լուսատուներ են։ Եվ այս փաստն ակնհայտ տեսանելի է դեռևս շումերական ժամանակներից։ Ինանա դիցուհին Վեներա մոլորակներ, Հայա աստվածը ջրհոս համաստեղությունը, Նինուրտան Մերկուրի մոլորակը եւ այլն։ Նույնն էր նաև հունական համակարգում։ Զևսը Յուպիտեր մոլորակներ, Հերմեսը Մերկուրին, Կրոնոսը Սատուրնը։ 20-րդ դարի 60-ականներից սկսած մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակ աստղագետ մաթեմատիկոսներ Օտո Նյուգեբաուերի, Վան դեր Վարդենի, Դեյվիդ Պինգրիի, Թիժ դե Յոնգի, Նոբելյան մրցանակակիր Բրեդլի Էլիոտ Շեյֆերի եւ այլոց կողմից թե եգիպտական, թե հունական եւ թե հատկապես միջագետքյան մուլ ափինի աստղագիտական եւ դիցաբանական տեքստերը մարզանին քննվել են։ Եվ այս անվանի մաթեմատիկոս աստղագետները պարզել են, թե մեզանից շուրջ 3-4 հազար տարի առաջ որ աստվածը, որ աստղատունը կամ մոլորակն է ներկայացնում, որոնցով կառուցված են եղել միջագետքյան տոմարային օրացույցները։ Եվ դրանք հիմնականում համադրվում են ուրարտական աստվածներին ներկայացնող աստղատների հետ, քանի որ մեր թվարկությունից առաջ երկրորդ եւ առաջին հազարամյակներում Աստված աստղատներով ժամանակը չափելու եւ տոմարը սահմանելու մեթոդները ունեցել են միջազգային կիրառություն։ Մեհերի դուռ անունով կոթողային արձանագրության մեջ հիշատակվող աստվածները նույնպես աստեղատներ են։ Հին գիտունները աստղալից երկինքը բաժանել էին 360 աստիճանի, իսկ խավարածիրը 12 գոտիների, որոնցից յուրաքանչյուրը 30 աստիճան, եւ քարտեզավորել էին երկինքը ըստ կենթանակերպ աստղատների։ Օրինակ, եթե ցուլ կենթանակերպը արևելքում առավոտյան հորիզոնից վեր էր բարձրանում, ապա 12 ժամ հետո այն մայր էր մտնում արևմուտքում։ Հնում աստված աստեղատների տարեկան ծնունդը սահմանված էր արեգակնային ամբարձմամբ, երբ այս կամ այն աստղատան պայծառ աստղը տարվա մեջ առաջին անգամ տեսանելի է դառնում արևելքում արևածագից անմիջապես առաջ։ Օրինակ Սիրուսը արևածագից առաջ տարվա մեջ կծագի միայն 1 օր։ Հաջորդ օրը Սիրուսը հորիզոնից վեր կբարձրանա 4 րոպե շուտ։ Արեգակի խավարածրի երկայնքով դեպի արևելք շեղվելու պատճառով։ Եվ այս մեթոդով տարվա օրերի եւ ամիսների ընթացքում աստղատների առավոտյան ծագով հին գիտունները չափում են ժամանակը եւ սահմանում իրենց տոմարը։ Հնագույն ժամանակների աստղագիտությունը ժամանակը չափելու եւ տոմար կառուցելու միջոց էր։ Տարվա 360 օրերի ընթացքում Աստված աստղատների առավոտյան ծագելու հերթագայությամբ էին չափում ժամանակը եւ սահմանում իրենց տոմարը։ Սա կոչվում է արեգակնային ամբարձման կարգավորում, որի մասին վկայում են մեզ հասած միջագետքյան մուլափին անունով աստղացուցակները։ Մահերի դարան արձանագրությունում հիշատակող աստված աստղատների հաջորդականությունը նույնպես կառուցված է արեգակնային ամբարձման հերթագայությամբ, ինչպես միջագետքյան մուլափինի երկրորդ եւ չորրորդ տոմարային ցուցակներն են, եւ 1995 թվին հայտնաբերված ուրարտական Անձավի վահանի պատկերագրությունը։ Հնում սխեմատիկ տարվա սկիզբ է համարվել գարնանային գիշերահավասարը, մարտի 21-ը, եւ այդ օրվանից սկսած արևածագից քիչ առաջ հորիզոնից վեր բարձրացող աստված աստեղատնով սկսվում էր սխեմատիկ տարին։ Իսկ տարվա 4 եղանակների սկիզբը ֆիքսող աստեղատները համարվում են դիցարանի կարդինալ գլխավոր աստվածներ։ Դրանք արևադարձերը եւ գիշերահավասարները սահմանող աստված աստեղատներն էին։ Անձավի վահանն իրոք բացառիկ է։ Վահանի պահպանված կտորում մենք տեսնում ենք կենդանիների վրա հեծած աստվածների հաջորդական շարքը։ Թե Մեհերի դռան արձանագրության մեջ, թե Անձավի վահանի պատկերագրությունում աստվածների հաջորդականությունը դից աստեղատների արեգակնային ամբարձումով ծագելու հաջորդականության հիմքով է։
Սակայն այս շարքից հանված են տարվա 4 եղանակները սահմանող Աստված աստեղատներն ու դրանք դրված են շարքի առջևում։ Իսկ 4-րդի կարիճի պոչով կենթանու վրա կանգնած խութուինի դիցից սկսած բոլոր Աստված աստեղատները շարված են նրանց ծագելու հաջորդականությամբ, այնպես ինչպես միջագետքյան Մուլափինի 2-րդ եւ 4-րդ տոմարային ցուցակներն են։ Երբ պարզ է դառնում մեհերի դրան արձանագրության մեջ աստվածների հաջորդականության կառուցվածքը, ապա պարզվում են նաև աստվածների ինքնությունները, օրինակ դիցարանի գլխավոր աստված Հալդ Հաղթի ինքնությունը։ Տեսեք, անձավի վահանի վրա պատկերված են առջևում Հալդին, իսկ նրա հետևից ընթանում են Թեշեբան, Շիվինին եւ Խութուինին, որոնք կանգնած են կենդանիների վրա, եւ դրանք հստակ ցույցում են առյուծ, ցուլ եւ կարիճ աստղատները։ Առյուծը ամառային արևադարձը սահմանող աստեղատունն է, ցուլը գարնանային գիշերահավասարը, կարիճը աշնանային գիշերահավասարը։ Եվ ուրեմն, եթե մենք ունենք տարվա եղանակների սկիզբը ամրագրող այս 3 աստղատները, ապա Հալդին ձմեռային արևադարձը ամրագրող ջրհոս աստեղատունն է, այնպես որ Հալդ Աստծո ինքնությունը պարզված է։ Նա շումերական ժամանակներից հայտնի Հայա Էյա աստվածն է, որ ներկայացնում է ջրհոս աստեղատունը։ Ջրհոս, առյուծ, ցուլ եւ կարիճ աստված աստեղատները տարվա արևադարձերը եւ գիշերահավասարները սահմանող աստղատներն են, բայց այստեղ խնդիր կա։ Խնդիրը հետևյալն է, որպեսզի հայկական լեռնաշխարհից դիտողը ձմեռային եւ ամառային արևադարձերին, ինչպես նաեւ գարնանային եւ աշնանային գիշերահավասարների օրերին արևածագից քիչ առաջ տեսնի հորիզոնից վեր բարձրացող ցուլ առյուծ, կարիճ եւ ջրհոս աստղատները, ապա նա պետք է ապրեր մեզանից 6-ից 4000 տարի առաջ, այսինքն մեր թվարկությունից առաջ 4-րդ եւ 3-րդ հազարամյակներում։ Սակայն մհերի դրան արձանագրությունը թվագրվում է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով։ Երբ պրեցեսիայի օրինաչափության համաձայն գարնանային գիշերահավասարը սկսվում էր ոչ թե ցուլ, այլ խոյ աստղատնով։ Ամառային արևադարձը խեցգետին, աշնանային գիշերահավասարը կշերք, ձմեռային արևադարձը այծ եղջյուր աստղատներով։ Եվ ուրեմն հարց է առաջանում, թե ինչու են վանեցի քրմերը աստվածների գլխավոր քարյակը սեպել Հալդ ջրհոս, Թեյշեբա առյուծ, Շիվինի ցուլ եւ Բակտունի կարիճ աստղատները։ Պատասխանը շատ պարզ է։ Ուրարտուի ժամանակներում շատ ավելի հին համակարգը համարվել է սրբազան, եւ նրանք սրբազան համակարգն են սեպագրել ագրավակար ժայռին։ Օրինակ, մենք հիմա էլ 21-րդ դարում տոնում ենք քրիստոնեական տոները, որոնք համապատասխանում են մեզանից 2000 տարի առաջվա համակարգին։ Ծննդյան տոնն ենք տոնում, Զատիկը, Քրիստոսի հայտնության տոնը եւ այլն։ Նույնիսկ մեր թվագրությունը 2024 թվականը հաշվում ենք Քրիստոսի ծննդյան թվականով։ Նույնն է եղել նաեւ հնում։ Ուրարտուի ժամանակներից 3000 տարի առաջ հաստատված հին համակարգը համարվել է սրբազան։ Ավելին, այդ սրբազան համակարգն իր անդրադարձն ունի նույնիսկ քրիստոնեական աստվածաբանության մեջ։ Հովանու հայտնության մեջ Հայր Աստծո գահի 4 կողմերում կանգնած արարածների նկարագրությունը ցուլ, առյուծ, արծիվ եւ մարդ մեզանից 5-6000 տարի առաջվա գիշերահավասարների եւ արևադարձերի աստղատներով համակարգն է, ինչպես ուրարտական դիցարանում է։
Հին աստղագետ գիտունները ստեղծել էին բազմաթիվ գործիքներ։ Չափում էին հորիզոնից լուսատուների բարձրությունը և անկյան աստիճանը որոշելով գիշերաժամը։ Իսկ օրվա 10 ժամերին չափում էին գավազանի ստվերի երկարությունն ու այն համադրում ջրային ժամացույցի հետ։ Օրինակ, ամառային արևադարձի օրը լուսաբացին, երբ ստվերը դառնում էր 1 կուբիտ, այն հավասար էր 2 բերու ջրի։ Ձմեռային արևադարձին 3 բերու, իսկ գարնանային և աշնանային գիշերահավասարներին 2,30 բերու։ Եվ այս մեթոդների կիրառության, ինչպես նաև մաթեմատիկական աստղագիտության մեթոդների մասին մեզ հաղորդում են Միջագետքյան մուլ ափին անվանումով աստղագիտական տեքստերը։ Ժամանակը չափելու խնդիրը միշտ է եղել կյանքի համար առաջնային անհրաժեշտություն։ Հայկական լեռնաշխարհում Պորտասարի 12,000 տարվա վաղեմության նավայրի տաճարային համալիրում կիկլոպյան քարերի վրա պատկերված կենդանիների և կարևոր դետալների նույնությունները հիշեցնում են մեզ քաջ ծանոթ աստղատների պատկերները, և երկինքը ըստ ժամային գոտիների աստղատներով քարտեզավորելը հավանաբար սկսվել է հայկական լեռնաշխարհում երկրագործության հեղափոխության ժամանակներից։ Օրերի, շաբաթների, ամիսների կամ տարիների ներկայացումները ցուլերի և խոյերի սիմվոլներով կան թե հին հունական, թե միջագետքյան և թե վեդայական դիցապատումներում։ Մեհրի դրան արձանագրությունում աստվածների համար սահմանված խոյերի և ցուլերի զոհաբերությունների թվաքանակների քննության արդյունքում ինձ համար պարզ դարձավ, որ մեկ խոյը կամ աստվածուհիների համար սահմանված մեկ ոչխարը համարվել է մեկ օր, և 353 խոյ ոչխար զոհաբերությունների ընդհանուր թվաքանակը ներկայացնում է լուսնային թերի տարվա օրերի քանակը, իսկ ցուլը կամ աստվածուհիների համար սահմանված մեկ կովը դրակոնական մեկ կիսամյակն է։ Երկրից դիտողի համար լուսնի և արեգակի ուղիները ունեն հատման 2 հանգույցներ։ Արեգակի մեկ հանգույցից մյուս հանգույցն անցնելու ժամանակը կոչվել է դրակոնական կիսամյակ։ Իսկ նույն հանգույցին վերադառնալու ժամանակը դրակոնական տարի։ Այս հանգույցների մոտ են տեղի ունենում արևի և լուսնի խավարումները։ Լուսնի ուղեծրի այս 2 հանգույցները իրար նկատմամբ մշտապես գտնվում են հակադիր դիրքերում։ Դրանք սահող, շարժական են և հնում տեսանելիորեն ամրագրվում էին ըստ աստղատների։ 346 օր, 14 ժամ, 53 րոպե, 54 վայրկյան տևողությամբ տարին կոչվում էր դրակոնական, քանի որ ըստ հնագույն կրոնական դիցապատումների երկնային անտեսանելի վիշապը, որն իբր պոչից մինչև գլուխ ձգված է լուսնի ուղեծրի 2 հանգույցներով, փորձում է կուլ տալ արեգակը, բայց ամպրոպի աստվածն իր կայծակ զենքով գլխատում է վիշապին։ Սակայն գլխատված վիշապը իր մարմինն ու գլուխը փորձում է միացնել և կուլ տալ արեգակը, ու թեև չի հաջողում, բայց դրա պատճառով են տեղի ունենում արևի պարբերական խավարումները։ Եվ այս հնագույն դիցապատումը առկա է եղել շատ ժողովուրդների մշակույթներում։ Նույնիսկ Արգիստ առաջին և Զարդուր երկրորդ արքաների 8 վիշապներով 2 թագավորական սաղավարտների հիմքում ընկած է օկտոն անվանումով հայտնի դրակոնական քառամյա պարբերաշրջանը, որ 1386,48 օր է, և 8 դրակոնական կիսամյակների օրերի թիվն է։ Փաստորեն 8 վիշապներով թագավորական սաղավարտները ներկայացնում են դրակոնական քառամյակ և համապատասխանում են խավարման պարբերականությանը, և քուրմ գիտունների համար այս երևույթը տոմարը ճշտելու միջոց էր։ 4 վիշապատարիներով ժամանակի հաշվարկի մասին է նաև մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում հունական, պիթեական, պիթոն նշանակում է վիշապ, խաղերի մասին տեղեկությունը, որը տեղի էր ունենում ամեն 4 տարին մեկ։ Այն նվիրված էր արևի աստված Ապոլոնին, որը գլխատում է վիշապին։ Լուսնային տարին 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան է, իսկ արևադարձային տարին 365 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան է։
որը ճշգրիտ տոմար կազմելու առումով 5 դիտումների համար բարդություններ էր ստեղծում։ Ինչպես մեր թվարկությունից առաջ առաջին դարի հույն աստղագետ Գեմինուսն է հայտնում, քանի որ ոչ լուսնային ամիսը, ոչ էլ արագակնային տարին բաղկացած չեն ամբողջական թվով օրերից, հին աստղագետները ձգտում էին գտնել մի ժամանակահատված, որը կներառի ամբողջական օրերի, ամիսների եւ տարիների քանակ։ Եվ այդ ժամանակահատվածը հնում համարվել է դրակոնական 4 տարին, քանի որ այդ ժամանակահատվածում թե դրակոնական, թե սինոդական ամիսների օրերի քանակները համադրելի են, այսինքն 51 դրակոնական ամիսների և 47 սինոդական ամիսների օրերի քանակը միայն 2 ժամ 45 րոպե տարբերությամբ նույնն է։ Այս քառամյա պարբերափուլը կոչվել է օկտո, հունարեն 8 բառի հիմքով, քանի որ այն ներկայացնում էր 8 դրակոնական կիսամյակ։ Մինչև հունական օկտոն համակարգի գոյությունը 8 դրակոնական կիսամյակներով համակարգի կիրառումը Ուրարտուում ակնհայտ է, քանի որ մեզ հասած ուրարտական արքաներ Արգիստ առաջինի և Զարդուր երկրորդի 8 վիշապներով սաղավարտները դրա փաստացի վկայության մասին են խոսում։ Մհերի դռան արձանագրությունում սահմանված 100 ցուլերը, իսկ տեքստի կրկնությամբ 200 ցուլերի քանակը դրակոնական կիսամյակներ են և ցույցում են 100 դրակոնական տարիների քանակ, որը բաղկացած է 25 օկտոններից։ Փաստորեն մհերի դռան արձանագրությունը իրենից ներկայացնում է դրակոնական 100-ամյա տարեցույց տոնացույց, որ կառուցված է խավարման պարբերափուլերով։ Սա նաև խոսում է այն մասին, որ փոքր Սարոսի արևի խավարման պարբերափուլի հայտնաբերումը, որը 18 արևադարձային տարի ու 11 օր է, ոչ թե ունի միջագետքյան կամ հունական ծագում, այլ ուրարտական, և թվագրվում է ոչ թե մեր թվարկությունից առաջ 5-րդ, այլ առնվազն մեր թվարկությունից առաջ 9-րդ դարով։ Իսկ մհերի դռան արձանագրության մեջ տեքստի կրկնությամբ 212 ցուլերի և կովերի ընդհանուր թվաքանակը դրակոնական կիսամյակների քանակն է, որ 106 դրակոնական տարի է, այսինքն 100.6 արևադարձային տարիների քանակն է, որի հիմքում դրակոնական քառամյակն է, օկտոնը։ Փաստորեն, մհերի դռան արձանագրությունը դրակոնական քառամյակներով կառուցված 100-ամյա ծիսական տոնացույց տարեցույց է։ Մհերի դռան արձանագրությունում ակնհայտ է նաև հայտնի փոքր Սարուս անունով խավարման պարբերափուլի առկայությունը։ Արձանագրությունում 6 գլխավոր աստվածների ու նրանց կանանց 6 դիցուհիների համար սահմանված 38 ցուլերի ու կովերի զոհաբերության քանակը ներկայացնում է Սարոսի խավարման պարբերափուլը, 38 դրակոնական կիսամյակը, այսինքն 19 դրակոնական տարին։ Ահա և արձանագրության մեջ զոհաբերվող ցուլերի ընդհանուր թվաքանակի գաղտնիքը։ Հալդիի համար ողջակիզվող 6 ուլը, որպես ամբողջի գաղափար, 18371 օր տևողությամբ 53 դրակոնական տարին է։ Մհերի դռան արձանագրության մեջ տեքստը նույնությամբ կրկնված է 2 անգամ, և տեքստի կրկնությամբ 12 ուլը 36742 օր է, որը 106 դրակոնական տարի է, այսինքն 212 դրակոնական կիսամյակ է, որ արձանագրությունում ներկայացված է որպես 212 ցուլերի և կովերի զոհաբերության ընդհանուր թվաքանակ։ Այսպիսով կարելի է հայտարարել, որ մհերի դռան արձանագրության բովանդակությունն ու իմաստային էությունը լիովին բացահայտված է։ Հալդ հաղթի այս դուռը ժողովրդական անունով կոչվում է մհերի դուռ, որովհետև հայոց հեթանոսական ժամանակների կրոնական դիցավեպ Սասնա Ծռեր էպոսում, որը ժողովրդական բանահյուսության միջոցով սերնդեսերունդ բանավոր փոխանցումով հասել է մեզ, էպոսի վերջին հերոսը փոքր մհեր աստվածությունը ինքնական փակվել է ագրավաքար լեռան մեջ ու սպասում է իր ժամին, որ դուրս ելնի ու անարդար աշխարհը կործանի։ Եվ համբարձման օրերին ագրավաքարից մհերի դուրս ելնելու փորձերը նույնպես աղերսվում են արևի խավարման դրակոնական տարեփուլերի հետ։
Զարմանալին այն է, որ Սասնա ծռեր էպոսի մի քանի պատումներում, որ գրի են առնվել եւ հրատարակվել մինչեւ Ուրարտական սեպագրերի ընթերցումը, մհերի ճանապարհը հստակ ցույց է տրված հենց դրակոնական տարիներով, ինչպես գրված է Ուրարտական այս կոթող արձանագրության մեջ։ Ըստ Սասնա դիցավեպի մի քանի պատումների, ժայռի մեջ փոքր մհերի մեկ ակնթարթը վարկյանի 1/10 մասն է, որ մարդկային կյանքի 1 տարին է։ Համբարձման գիշերներին ագրավաքարից դուրս գալու փորձ անող մհերի մեկ ակնթարթում 40 օր ճանապարհ անցնելը ցույց է տալիս, որ մհերի 40 օրը 34 միլիոն 560 հազար երկրային տարի է, եւ ուրեմն նրա 12 ժամը 432 հազար տարի է, որ ըստ բաբելացի քուրմ Բերոսոսի եւ Խորենացու 120 շարն է, որը ճիշտ նույնն է, ինչ հնդկական ավանդույթում Բրահմայի կյանքի Կալիյուգա դարաշրջանը։ Փաստորեն Ուրարտական հաղթ աստվածության զուգահեռ փոքր մհերը Սասնա դիցավեպում նաև ներկայանում է որպես տիեզերք էակ, ինչպես վեդայական համակարգում տիեզերք էակ Բրահման է։ Եվ ուրեմն ծպտյալ մոկացի հայ արևապաշտներն իմացել են այս արձանագրության բովանդակային էության մասին եւ ժողովրդի մեջ տարածել են մհերի դուռ անվանումը։ Էպոսի այս դրվագը նաև ասում է, որ փոքր մհերի 100 տարին 311 տրիլիոն 40 միլիարդ երկրային տարի է։ Փաստորեն, հայկական Սասնա էպոսում փոքր մհերը ներկայանում է որպես տիեզերք էակ, ինչպես հնդարեական վեդայական համակարգում տիեզերք էակ Բրահման է։ Ըստ ասորական աղբյուրների Վանի թագավորությունում երկրի արքան թագադրվում էր Մուսասիրի, այսինքն Արդենիի տաճարում։ Ըստ իս թագադրման արարողությունը կարող էր նաև համադրվել Արևի խավարման պարբերափուլի հետ։ Արգիստ առաջինի եւ Զարդուր երկրորդի 8 վիշապներով արքայական սաղավարտները եւ Աստված իր կայծակ զենքով սպանում է արեգակը կուլ տալու փորձ անող վիշապին խորհրդապաշտությունը, թույլ են տալիս ենթադրել, որ այն կարող էր բեմադրվել որպես ցուլի զոհաբերության ակտ հենց արքայի թագադրման ծեսի ժամանակ, որտեղ Ուրարտական արքան հանդես է գալիս ցուլի զոհաբերության գործառույթն իրականացնող։ Թեև գիտնական քրմերը քաջատեղյակ էին, որ խավարումներն ու դրանց պարբերականության բնույթը աղերսվում են արեգակի, լուսնի եւ երկրի դիրքերի հետ, երբ նրանք շարվում են մեկ գծով գտնվելով լուսնի ուղեցրի հանգույցներին մոտ։ Սակայն ցուլի զոհաբերության գործառույթն ուներ ծիսական խորհրդապաշտություն։
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են իրականում հնչել Վանի թագավորության դիցարանի աստվածների անունները։ Ես կներկայացնեմ միայն մի քանի օրինակներ։ Ուրարտական աստվածների համադրությունը հին աշխարհում հայտնի դից աստեղատների հետ մեծ հնարավորություն տվեց բացահայտելու ուրարտական աստվածների ինքնություններն ու նրանց ֆունկցիոնալ կերպարային բովանդակությունը։ Հայտնի մեթոդ եւ օրինաչափություն է։ Դիցանունների ստուգաբանության ընթացքում անպայման պետք է հաշվի առնել տվյալ աստվածության ֆունկցիոնալ կերպարային բովանդակության եւ համեմատվող բառարմատի իմաստային համադրելիությունը։ Բնականաբար, այս դրույթից բխում է, որ ստուգաբանվող դիցերի կերպարները պետք է բավարար չափով մեզ հայտնի լինեն։ Երբ արդեն պարզ է Մհերի դռան արձանագրության աստվածների հերթագայության կառուցվածքը եւ որ նրանք դից աստղատներ են, որոնց ֆունկցիոնալ եւ բովանդակային կերպարների մասին բավականաչափ նյութ կա շումերական եւ աքադական տեքստերում, ապա կարող ենք ասել, որ մինչև այժմ ուրարտական աստվածների անունները ընթերցվել եւ հնչեցվել են պայմանական հնչյունաբանությամբ։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են հնչել Վանի թագավորության դիցարանի աստվածների անունները իրականում։ 2000 թվականին լեզվաբան Վահան Սարգսյանը Հալդ սեպագիրը կարդաց հաղթ, որ հայերեն նշանակում է մեծ, հսկա։ Հալդ հաղթ աստվածությունը, ինչպես արդեն փաստեցինք, որպես աստեղատուն ջրհոս համաստեղությունն է, որ մեր թվարկությունից առաջ 4-րդ եւ 3-րդ հազարամյակներում սահմանել է ձմեռային արևադարձը եւ շումերաաքադական տեքստերում հիմնականում հիշատակվում է Հայա կամ Էնկի անուններով։ Միջագետքյան բոլոր աստղացուցակներում, երբ Հայա աստվածությունը ներկայանում է որպես ջրհոս աստեղատուն, ապա նրա համար օգտագործվում է Գուլլա մականունը, որը շումերեն նշանակում է մեծ, վիթխարի։ Եվ ուրեմն, ուրարտական դիցարանի գլխավոր աստծո աստղային մականունը պետք է կարդալ ոչ թե խալդ կամ հալդ, այլ հաղթ, որ հայերեն նշանակում է վիթխարի, մեծ։ Եվ ըստ իս, Հայա աստծո անունից է հայ էթնոսի ինքնանունը, քանի որ հնում ազգի ինքնանունը բխել է Պանթեոնի գլխավոր աստծո անունից, ինչպես օրինակ ասորական Աշուր ասորի տարբերակն է։ Ավելին, ըստ շումերական տեքստերի Հայա աստվածությունը Դումուզի Օրիոն աստեղատունը ներկայացնող դիցի հայրն է։ Միջնադարյան հայ մատենագիրների ներկայացրած Հայկ Օրիոնի հայրը։ Թերևս Հայա աստծո աստղային հաղթ մականունը նաև պահպանվել է Վանածովի կղզու վրա, աղթամար, այսինքն հաղթի լիճ, ծով, որտեղ հայերեն մոր բառը գործածված է լիճ, ծով իմաստով, ինչպես մեծամոր լճի եւ գետի մեծի լիճ, մեծի գետ անուններն են։ Մհերի դռան արձանագրությունում հիշատակվող ուրարտական դիցարանի հաջորդ աստծո անունը կարդացված է Թեյշեբա, աստղատունը առյուծ։ Այս դիցը նույնացվում է կամ ընդհանրացվում է խուրախետական Թեշուբի հետ, որ երկնքի եւ ամպրոպի աստվածն էր։ Ուրարտական Անձավի Վահանի պատկերագրությունում նա ներկայանում է առյուծի վրա կանգնած կայծակի փնջերը ձեռքին, որպես ամպրոպի աստվածություն։ Ըստ շումերագետ Արմեն Դավթյանի, այս աստվածության անունը սեպագրից հնչյունային պետք է տառադարձել տեսոյ։ Տեսնել հայերեն բառը ծագում է տերս նախաձևից, եւ տեսուբ, տեսուչ աստվածը ներկայանում է հայկական միջնադարյան ժամանունների մեջ որպես կեսօրվա ժամանուն, երկրատես, երբ արևը զենիթում է։ Այս դիցի տեսոյ կամ տեսուչ անվան առումով արդյոք կա արձանագրական փաստ։ Այո, կա։ Շումերական Էնկին եւ աշխարհակարգը պոեմում Հայա Էնկին իր երկվորյակ եղբայր Իշկուրին, այսինքն Թեշուբին, Թեշեբային, տալիս է ամպրոպային աստված լինելու ճակատագիրն ու նրան նշանակում է որպես կայծակ փոթորկի եւ երկնքի ու երկրի ջրանցքների տեսուչ։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ եւ 3-րդ հազարամյակներում ամառային արևադարձը սահմանում էր առյուծ աստեղատունը եւ տեսուչ անունը ունի նաեւ աստղագիտական դրսևորում։ Շիվինի աստղատունը ցուլ,
Ըստ Ուրարտագետ Սարգիս Այվազյանի, եթե հաշվի ենք առնում, որ ուրարտական ի ու երկբարբառը հին հայերենում հաճախ ներկայացված է օյ երկբարբառով, ապա ունենում ենք ուրարտական սի ուին լույսի արևի աստված եւ հայերեն սոյ լույս համապատասխանությունը։ Բարգիրք հայացում ունենք սոյ սոյք բառարմատը, որը նշանակում է լույս։ Այս դիցանունը պետք է կարդալ ոչ թե շիվինի, այլ սիուին, այսինքն սյունի, եւ նման մեկնաբանությունը լիովին համապատասխանում է մեզ հասած պատկերագրություններում այս աստվածության թռչող արևի ներկայացման հետ։ Հավանաբար սյունիկ տեղանունը նույնպես բխել է սոյ լույս բառից եւ գուցե նաեւ այս աստվածության անվանումից։ Անձավի վահանում նա պատկերված է ցուլի վրա կանգնած։ Ցուլը որպես աստեղատուն մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում ցուցել է գարնանային գիշերը հավասարը, երբ օրվա եւ գիշերվա ժամերը հավասարվում են։ Խութուինի աստեղատունը կարիճ։ Անձավի վահանի պատկերում կարիճի պոչով առասպելական կենթանու վրա կանգնած երկու նիզակներով զինված աստվածությունը շարքում 4-րդն է, ինչպես Մեհերի դրան արձանագրության ցուցակում է։ Ըստ Արմեն Դավթյանի այս դիցի անունը կարելի է նաև ընթերցել Բակտունի, Բախտունի տարբերակով, որի նախաձևն է բակ բաժանել իմաստը։ Կարիճ Բակտունին մեր թվարկությունից առաջ 4-րդ եւ 3-րդ հազարամյակներում եղել է աշնանային գիշերահավասարը սահմանող աստեղատունը եւ տարին բաժանել է երկու հավասար մասի, որն աղերսվում է նրա անվան իմաստի հետ։ Տուրանի աստղատունը քնար։ Ուրարտական անձավի վահանի պատկերագրությունում Տուրանին կանգնած է այծի վրա։ Տուրք բառը բնիկ հայ բառ է եւ գործածվում է որպես տալ բայի հրամայական, իսկ իբրև գոյական նշանակում է նվեր, պարգև։ Ըստ Մանուկ Աբեղյանի քննության, խորենացու հայոց պատմության մեզ հասած 14 մատյաններից 9-ում տորք անգեղի անվան դեպքում օգտագործված է ոչ թե տորք, այլ տուրք բառը։ Միջագետքյան մուլ ափինի աստղացուցակում այս այծ, այսօրվա քնար աստղատան մեջ գտնվող երկու աստղերը ներկայանում են որպես զոհաբերության ծիսակարգի բրոնզե դաշույնի կրողներ, այսինքն Տուրանի տորքը զոհաբերությունների ծիսակարգի արարողության աստվածությունն է։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ եւ 3-րդ հազարամյակներում այց քնար աստղատան արեգակնային ամբարձումը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, որը լիովին համապատասխանում է հայոց մեջ սեպտեմբեր ամսի Սուրբ Խաչիտոնին, Սփխեչի ուլ խորովելու ծեսի հետ։ Ուրարտական պանթեոնում նրա անունն է Վահ, որ հայերեն վահ եւ վեհ աստված բառն է։ Այստեղ մենք տեսնում ենք հայ Վահունի քրմական դինաստիայի տոհմանունը։ Ուրարտական անձավի վահանի պատկերագրությունում այս դիցը կանգնած է հովազանգղի վրա։ Միջագետքյան տեքստերում այս դիցի աստեղատունը կոչվում է հենց հովազանգղ։ Խորենացու հաղորդած տվյալների մեր մեկնաբանության համաձայն այս աստված աստեղատունը համապատասխանում է Վահագն Աստծո հետ։ Աստվածաշնչի Մաշտոցյան հայերեն թարգմանության մեջ անդրաշխարհի տիրակալ ներգալի անունը թարգմանված է անգղ։ Փաստորեն Վահագն աստվածությունը Վանի թագավորության դիցարանում ներկայանում է հենց իր անունով ու ներկայացնում է այսօրվա Կարապի աստեղատունը, որը հայոց մոտ կոչվել է անգղ։ Ըստ Ուրարտական դիցարանի այս Վահ Աստծո կինը Սարդի դիցուհին է։ Սար 5 գաղափարագիր նշանն ունի Իշտար աստվածության նշանակությունը, որը հիմք է տվել Սարդուր Զարդուր արքայի անունը կարդալ Իշտար Դուրի։ Իսկ Իշտար դիցուհին ներկայացնում էր Վեներա մոլորակը եւ ուրեմն հայ միջնադարյան մատենագիրների կողմից հիշատակվող աստղիկ աստվածուհին, որը Վահագնի սիրեցյալն էր, Ուրարտական դիցարանում հանդես է գալիս որպես նրա կինը, հենց Զարդ աստղ անունով։ Իմիջայլոց Վահագնի մոր Եղեգնիկի մասին կա տեղեկություն շումերական տեքստում։ Այս աստվածուհին, ինչպես խորենացի Վահագնի ծնունդ երգում է, կոչվում է Կարմիր Եղեգն, որն այսօրվա Վելա աստեղատան մի մասն է։
Վարուբան, Աստղատունը այսօրվա կույս համաստեղությունն է։ Միջակետկյան Մուլափինի տեքստերում կույս աստեղատունը ներկայանում է ցորենի հասկը ձեռքին աղջիկ։ Հացահատիկ գաղափարագիրը հատկապես օգտագործվել է Նիդաբա, շումերական ամենահին աստվածուհու անունը գրելու պարագայում, որ նշանակում է հացահատիկ բաշխող։ Միջագետկյան սեպագիր տեքստերում կույս աստեղատան աստղերից մեկը, Սպիկա աստղը, կոչվում է Ափսին, այսինքն ակոս։ Իսկ Մուլափինի աստղացուցակներում մենք կարդում ենք Ափսին աստղը Շալլա աստվածուհու ցորենի հասկն է։ Կույս աստեղատուն դիցուհու ցորենի հասկ կրող գաղափարը շարունակվում է մինչև Սելևկյանների դարաշրջան, եւ Սպիկա աստղի անունը հունարեն նույնպես նշանակել է ցորենի հասկ։ Ըստ շումերական տեքստերից մեկի ցորենի հասկի դիցուհի Նիդաբան ջրերի աստված Հայայի կինն է, այնպես ինչպես նա ուրարտական դիցարանում է Հալդ հաղթի կինը։ Եվ ուրեմն Վարուբան անվան մեջ պետք է տեսնել գարի բաշխող իմաստը։ Ըստ Արմեն Դավթյանի շումերերենը վեր է հանում հայերեն գարի բառի նախաձևը վար, ինչը մեզ հնարավորություն է տալիս ստուգաբանել բառը, եւ փաստորեն Վարուբան անունը աղերսում է գարի բաշխող իմաստի հետ։ Բաբա, այսօրվա ձկներ աստղատան արևելյան մասը։ Ուրարտական Բաբա անունով դիցուհին աղերսվում է մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակով թվագրվող փոքր Ասիայի երկու կորյունների մեջտեղում նստած մայր աստվածուհու հետ, որը հետագայում աղերսվել է Կուբաբա, շումերական Կուկբաու, Սուրբ Լեռ անունով դիցուհու հետ, իսկ ավելի ուշ մայր Կիբելլա կամ Սիբիլա անունով աստվածուհու հետ, եւ հին պատկերագրություններում ներկայանում է երկու առյուծների հետ։ Ինչու՞։ Որովհետև երբ արևելքում ծագում է այս դիցուհու աստղատունը, արևմուտքում մայր է մտնում առյուծ աստղատունը եւ հակառակը։ Ըստ Ուրարտագետ Սարգիս Այվազյանի, ուրարտերենում կա բաբան բլուր եւ հայերեն բաբայի բլուր բառը, եւ այս հիմքով է նրա անունը ուրարտական դիցարանում կոչվում Բաբա, Սուրբ Լեռան դիցուհի, ինչպես շումերական տեքստերում է։ Մուլափինի աստղացուցակներում այս դիցուհի աստղատունը նաև կոչվել է Անունիտ։ Ըստ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանի, Անունիտ եւ Անահիտ անունները միևնույն աստվածուհու անվան տարբերակներն են։ Ուրարտական դիցարանում այս Բաբա աստվածուհին առյուծի վրա կանգնած Թեյշեբա Տեսոյ դիցի կինն է եւ հավանաբար հետագայում հայոց մեջ շրջանառության մեջ է մտել որպես Անահիտ աստվածուհի։ Երբ դիցարանի գլխավոր աստվածների անունները հիմնականում հայերեն անվանումներ են, որոնք նաև ֆունկցիոնալ բովանդակություն ցուցող բառեր են, ապա նշանակում է, որ տվյալ էթնոսը եւ պետությունը, այս դեպքում Ուրարտու անունով կոչված Վանի թագավորությունը, հայոց պատմության ու մշակույթի անքակտելի մասն են։ Եվ այսպիսով ագրավակար ժայռը կամ ժողովրդական անունով մեհերի դուռը ու նրա արձանագրությունը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության աստվածները ու նրանց համար սահմանված ցուլերի եւ խոյերի զոհաբերությունների կարգը, բացառիկ է եւ կոթողային։ Այն դրակոնական կիսամյակներով կառուցված ծիսական տոնացույց տարեցույց է, որ ներառում է մեր նախնիների մաթեմատիկական, երկրաչափական եւ աստղագիտական գիտելիքների ամբողջությունը։
Հաուդ Աստծու, Տիրոջը, Իշպույնի Զարդուդորթին եւ Մինուա Իշպունորթին այս դուռը կառուցեցին եւ սահմանեցին կարգ, արեք Աստծո ամսին տոնախմբություն կատարել։ 6-ը Ալտ Աստծո համար 17 ցույց եկիս 34 խոյ Շեբաս Աստծուն 6 Զոհաբերվինի Աստծու խոյ 4 Զոհաբերվինի Աստծու 2 Զոհաբերվի 2 խոյ թող Զոհաբերվի